Ինչ ենք հիշում մենք, երբ որ ասում ենք ցեղասպանության մասին հիշողություններ ու մենք հիշում ենք։ Եկեք ոչ միայն զոհերին հիշենք, այլ նաև դիմադրողներին։ Այն դրական ազդակները, որոնք մեր հիշողության մեջ պետք է մնան եւ դրանք եւս ազդեցություն կարող են ունենալ մեր ինքնության վրա, բայց այնուամենայնիվ դրանք այսպես շատ նեղ կոնտեքստում ենք, մենք հիշում։ Եվ մեր հարևան երկրի քաղաքացիները ներծծված են այդ ժխտողականության, ես կասեի, թույնով։ Մենք ունենք տարբեր մոտեցումներ, որոնք այսպես դեռ միսուարյուն չեն ստացել։ Ցույց եմ տվել, թե ինչպես է զոհի ստերեոտիպը նահանջում Ղարաբաղյան շարժման ժամանակ։ Ինչ հետք է թողել հայոց ցեղասպանությունը հայ ժողովրդի հիշողության վրա եւ այդ հիշողությունը ինչպես է անդրադարձել հայ ժողովրդի ինքնության ձևավորման վրա։ Թեմայի շուրջ այսօր զրուցելու ենք ազգագրագետ, ցեղասպանագետ Հարություն Մարությանի հետ։ Հարություն Մարության, ազգագրագետ, պատմական գիտությունների դոկտոր։ Ծնվել է 1956 թվականին Թբիլիսիում։ 1973-ից 1978 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։ 1984 թվականին Մոսկվայում ստացել է պատմական գիտությունների թեկնածուի աստիճան։ 2007 թվականից պատմական գիտությունների դոկտոր է։ Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող է։ 2018-ից 2023 թվականներին եղել է Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն։ Բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ է։ Գիտական հետաքրքրությունների շրջանակն է հավաքական հիշողություն եւ ազգային ինքնություն, ցեղասպանության հիշողություն եւ ազգային ինքնություն, ժամանակակից ազգային շարժումներ, էթնիկ պատմություն եւ այլն։ Պարոն Մարության, շնորհակալ եմ, որ ընդունեցիք մեր հրավերը։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Մարության, հարցազրույցին պատրաստվելու ընթացքում նաեւ ուսումնասիրում էի ձեր զեկույցները, լսում էի ձեր զեկույցները, որտեղ հետաքրքիր հարցադրումներ էի կարել եւ ես դրանից մի քանի հարցեր ուզում եմ ինքս հղել ձեզ։ Ինչ ենք հիշում մենք, երբ որ ասում ենք ցեղասպանության մասին հիշողություններ ու մենք հիշում ենք։ Շատ տարողունակ հարց է։ Եթե այսպես ավելի մասնավորեցնեմ, մենք հիշում ենք ցեղասպանության զոհերին, թե նրանց սերունդներին, թե այն դրվագներին, որոնք արդեն սերունդները իրենց հիշողության միջոցով պատմել են, արդեն փաստագրվել է։ Փորձեմ հնարավորինս համակարգված ձևով պատասխանել։ Տեսեք, 2014-ի վերջին 15-ին մեջտեղ եկավ հիշում եմ եւ պահանջում կարգախոսը եւ ես որպես հետազոտող շատ հույս ունեի, որ ժամանակի ընթացքում զարգացումներ կլինեն կարգախոսի հետ կապված, մասնավորապես ավելի հստակեցվեն ում եմ հիշում, ինչ եմ հիշում, ինչպես եմ հիշում, ինչ եմ պահանջում, ումից եմ պահանջում, ինչպես եմ պահանջում հարցերը։ Բայց քանի որ այդ պետական մակարդակով, պետական գաղափարախոսության մակարդակով ցավոք սրտի մեջտեղ եկավ միայն այդ կարգախոսը ու զարգացումներ չունեցան, ես որոշեցի ինքս որպես հետազոտող այդ հարցին անդրադառնալ։ Եվ ում եմ հիշում հարցը ամենատարողունակն է դրա մեջ։ Տեսեք, ուրեմն մեր հիշատակի տոների եւ հիշատակի օրերի մեջ գրված է ապրիլի 24-ը մեկնաբանվում է, այսպես գրված է որպես հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ Այսինքն առաջարկվում է հիշել զոհերին։ Դա նորմալ է, որովհետև հայոց ցեղասպանության տարիներին մենք ունեցանք 1.5 միլիոն զոհ եւ դա անդառնալի կորուստ էր եւ այդ կորուստը խորը հետ թողեց հայ ժողովրդի հոգեբանության մեջ եւ մինչեւ հիմա տարբեր դրսևորումներով շարունակվում է։ Իհարկե պետք է հիշել զոհերին, հիշել, հարգել, պատվել, տարբեր միջոցառումներ անցկացնել, դա անհրաժեշտագույն նախապայմանն է այդ հիշատակի տոնի այդ մասով, բայց կա նաև մեկ այլ ուրեմն ներբություն, բանն այն է, որ եթե մենք հիշում ենք միայն զոհերին, այսինքն մեզ եթե առաջարկվում է հիշել միայն զոհերին, ապա դա կարծես թե բյուրեղացնում է զոհի կարծրատիպը։ Այն, որ տասնամյակներ առաջ շատ ավելի ուժեղ էր, հիմա մի քիչ ավելի մեղմացել է, բայց էլի տարբեր ձևերով դրսևորվում է, այսինքն երբ որ դա այնքան էլ լավ բան չէ, երբ որ այսինքն նկատի ունեք, մենք մտնում ենք այդ զոհի հոգեբանության մեջ, մնում ենք պարփակված այդ կարգավիճակում։ Այո,
Չնայած վերջին Արցախյան հաղթանակներից հետո Ղարաբաղյան շարժման եւ Արցախյան հաղթանակներից հետո այդ կարծրատիպը էապես թուլացավ, փոխվեց, այո, եւ հետ նահանջեց, բայց հետո էլի տարբեր ձևերով մեջտեղ է գալիս։ Եվ ես որպես պատմաբան ընդամենը շեշտում եմ, որ ցեղասպանության տարիներին եղել են նաեւ այլ իրողություններ։ Մասնավորապես մենք ունեցել ենք բազմաթիվ ինքնապաշտպանական մարտեր եւ դա այն դրական տաժն է մեր հիշողության մեջ, որը նույնպես պետք է հիշվի եւ շեշտադրվի, այսինքն ոչ միայն եկեք ոչ միայն զոհերին հիշենք, այլ նաեւ դիմադրողներին։ Եվ անկախ նրանից թե ինչպես են ավարտվել ինքնապաշտպանական մարտերը, դա կարևոր չէ, որովհետեւ կարևորն այն է, որ հայ մարդիկ զենքը ձեռքին բոլոր հնարավոր միջոցներով դիմադրել են թշնամուն, որտեղ որ կարողացել են։ Մի դեպքում դա ավարտվել է հաղթանակով, մի դեպքում դա ավարտվել է կորուստներով, բայց կարևորն այն է, որ այդ դրվագները եղել են եւ դրանք պետք է մենք անընդհատ պետք է շեշտադրենք, այո, պետք է։ Բայց մենք կարծես թե դրանց մասին չենք էլ խոսում։ Կամ շատ քիչ, գուցե մասնագիտական։ Դա խոսվում է ոչ թե որպես, գիտեք, ուրեմն տասնյակ հարյուրավոր գրքեր կան։ Ասենք խոսում են ֆիդայական շարժումների մասին, խոսում են հենց նույն ինքնապաշտպանական մարտերի մասին, շատ գրքեր կան, բայց դա որպես երևույթ, որպես ամբողջություն, որպես ինքնության մեջ ինչ որ մի դրվագ ավելացնելու կամ փոխելու բան, այդպիսի մոտեցում չկա։ Խնդիրը այդ հարթության մեջ է։ Այնպես չի որ չեն խոսում են, գրում են եւ այլն, բայց դա չի ընդհանրացվում եւ ինքնության մեջ այդ փոփոխությունը չի առաջարկվում։ Եվ դրանից զատ մենք ունեցել ենք վերապրողներ։ Այսօրվա Սփյուռքը առաջին հերթին այդ վերապրողների ժառանգներն են եւ ոչ միայն Սփյուռքը, հաճախ միայն Սփյուռքն է շեշտում, պետք է չմոռանանք, որ խորհրդային Հայաստանի եւ Հայաստանի այս հանրապետության բնակչության 40-ից 60%-ը արևմտահայերի ժառանգներ են։ Այդպիսի հաշվարկ չկա, սա ուղղակի փորձագիտական բան եմ ասում, որ ես միշտ հետաքրքրվում եմ նաեւ իմ գործընկերների միջոցով, թե որ գյուղում ինչ ոնց ովքեր են եւ այլն։ Այսինքն դա միայն Սփյուռքը չի, այլ դա նաև արևմտահայության մի զգալի հատված եկավ խորհրդային Հայաստան, Հայաստանի Հանրապետությունը, ու հետո խորհրդային Հայաստան անդադ ներգաղթեր էին լինում։ Այսինքն ու վերապրողները դա նույնպես դրական բան է, պոզիտիվ ազդակ է, որպեսզի ցեղասպանության մասին խոսելիս մենք հիշենք ոչ միայն զոհերին, այլ նաև դիմադրողներին, որոնք կրկնում եմ ուժ եւ կորով են ունեցել համառություն, հաղթանակի ապրելու տենչ են ունեցել եւ կռվել են ուրեմն ցեղասպանություն իրականացնողների դեմ եւ վերապրողներին, որը նույնպես հավասարազոր է հաղթանակի նման մի բանի, որովհետեւ դու վերապրել ես, դու նոր կյանք ես ստեղծել, դու վերակենդանացրել ես քո նախնիներին ինչ ձևով, նաև նրանց անունները քո զավակներին բանանելով, տոհմերը ամբողջությամբ չեն ջնջվել պատմությունից, այլ յուրովի վերակենդանացել են։ Նաև մարդիկ, երբ որ տեղափոխվել են մի վայր, այդ վայրում իրենց հին, այսինքն Արևմտյան Հայաստանում եղած վայրի անունն են դրել, նաև այդպիսի դեպքեր կան, նույն, այսինքն Լիբանանում, Սիրիայում, կան տարածքներ, որտեղ հենց նույն Չմոռանանք, որ 46-48 թվականների հայրենադարձության ժամանակ, նաև 20-ական թվականներին, որ գալիս էին հայրենադարձները, ներգաղթողները, այստեղ Երևանի շուրջ ստեղծվեցին արբանյակ թաղամասեր, նոր Մալաթիա, նոր Արաբկիր, նոր Զեյթուն, բայց հիմա այդ նոր բառակապակցությունը դուրս է եկել, իսկ իրականում դրանք հենց նորով են եղել, էլի։ Եվ այդ հիշողությունը տեղանունների մակարդակով, իրենց երեխաների անունների մակարդակով, ազգանունների մակարդակով միշտ եղել է, կա եւ շարունակվել է, ու դա նորմալ է։ Պարոն Մարության, տեսեք, դուք նշեցիք այն դրական ազդակները, որոնք մեր հիշողության մեջ պետք է մնան եւ դրանք եւս ազդեցություն կարող են ունենալ մեր ինքնության վրա, բայց այնուամենայնիվ դրանք այսպես շատ նեղ կոնտեքստում ենք մենք հիշում։ Ցեղասպանությունը
որպես, այսինքն չարիք մեր ինքնության վրա ինչպիսի ազդեցություն թողեց։ Շատ մեծ ազդեցություն եւ շատ տարբեր դրսևորումներ ունեցավ եւ վերջին տեսեք, ասենք մենք ոչ թե հիշում ենք թուրք ատյացության բանով, այդ հենքով, այլ հիշում ենք պատմական արդարության եւ պատմական ճշմարտության հենքով, այսինքն պատմական ճշմարտության բացահայտում եւ պատմական արդարության վերականգնում։ Ճշմարտություն եւ արդարություն նրանք մեզ մոտ ստանում են պատմական, ուրեմն նախդիր ասեմ, ինչ ասեմ, որտեղ դա մտածողության հետ կապված բան է եւ այդ իմաստով շատ արդարացի են իրենք։ Մենք պահանջում ենք արդարություն, մենք պահանջում ենք ճշմարտություն ընդդեմ այդ ժխտողականության, որ անընդհատ 100 տարի շարունակվում է եւ մեր հարևան երկրի քաղաքացիները ներծծված են այդ ժխտողականության, ես կասեի, թույնով։ Ու դա իր հետ բերում է հայատացության տարբեր դրսևորումների եւ ինչպես ասենք տեսանք վերջին 30-40 տարվա մեջ այդ հայատացությունը ներդրվեց նաև Ադրբեջանի քաղաքացիների մեջ իրենց պետության ղեկավարների կողմից եւ դա դարձավ պետական գաղափարախոսության նման մի բան։ Պետական քաղաքականության կարևորագույն մի մասն է։ Այո, այսինքն իսկ մեր պարագայում դա պատմական ճշմարտության վերհանումն է եւ պատմական արդարության վերականգնումն է։ Դրանք որակապես տարբեր բաներ են։ Պարոն Մարության, երբ որ մենք խոսում ենք հիշողության, այսինքն իր դրսևորումների մասին, իր թողած հետքի մասին, բայց այսօր արդեն ցեղասպանությունը կարծես ինքն իրենով ցեղասպանության մասին հիշողությունն է, նաև միավորում է Սփյուռքում ապրող հայերին, մեզ, այսինքն ինչ որ մի կա մի երևույթ, որի շուրջ գրեթե այսպես հավաքվում են։ Այո, շատերի տարբեր պետություններում, տարբեր ժողովուրդների մեջ տարբեր է։ Մի դեպքում դա հաղթանակի հիշողությունն է, ասենք մայիսի 9-ի հիշողությունը, մի դեպքում, ասենք ֆրանսիական հեղափոխության օրը հուլիսի 14-ը, դա այլ հիշողություն է, ամերիկյան, ուրեմն Սահմանադրության հռչակման օրը, մեր պարագայում դա ապրիլի 24-ն է, հրեաների պարագայում դա Յոմ Հաշոան է, կրկին ասենք հոլոկոստի զոհերի եւ հերոսների հիշողության օրը եւ այնպես որ դա նույնպես նորմալ է, այսինքն տարբեր իրադարձություններ են մարդկանց միավորում։ Մեր պարագայում միավորում է ապրիլի 24-ը եւ այդ պարագայում շատ կարեւոր է թե ապրիլի 24-ը ինչպես ես հիշում եւ ինչպես ես նշում։ Նաև այդ պահանջատիրությունը, գալիս է այդ միավորման այդ մի ճյուղերից մեկն է, այսպես ձևակերպեմ, բայց եթե մի օր, չգիտեմ, ինչ որ հրաշքով Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը, այդ պատմական արդարությունը ի վերջո տեղի ունենա, արդյոք այդ միասնությունը այդ մի չի փշրվի։ Չեմ կարծում, որ կփշրվի, հակառակը ավելի կուժեղանա, որովհետև պետք է որոշեն, թե ինչ ճանապարհներով են հետո շարունակելու աշխատանքը։ Ես ճիշտ ասած ակնկալում էի, որ հիմա նույնպես կան տարբեր մոտեցումներ, չկա մեկ համահայկական մոտեցում, իհարկե կա 15 թվականի հունվարյան հռչակագիրը, բայց դա մոտեցումներից մեկն է, կա ասենք հայ հեղափոխական դաշնակցության մոտեցումը, կա Արա Պապյանի մոտեցումը, կա Արևմտահայոց ազգային համագումարի մոտեցումը, տարբեր եւ այլ կազմակերպությունների, այլ կուսակցությունների մոտեցումներ, տարբեր մոտեցումներ կան, սակայն ժամանակին խնդիր էր դրվում պատրաստել մեկ թղթածրար, այդ խնդիրը չիրագործվեց։ Մեկ թղթածրար, թե ինչ քայլերով առաջ գնալ, ինչպես առաջ գնալ, այդ խնդիրը, այդ հարցադրումը եղավ, սակայն քայլեր չձեռնարկվեցին իրավական ուժեղ փաստաթուղթ ստեղծելու ուղղությամբ։ Այսինքն այս հարցում մենք ունենք տարբեր մոտեցումներ, որոնք այսպես դեռ միսուարյուն չեն ստացել։ Կարելի է այդպես ասել, այսինքն իրենք միսուարյուն ստացել են իրենց համապատասխան գաղափարախոսությունների ընդհանուր ինչ որ։ Մյուս կողմից իրավիճակը այսօր մի քիչ տարբերվում է եւ ճիշտ ասած, բայց այնպես չի, որ ամեն ինչ անհուսալի է, պարզապես այդ քաղաքական կուրսը մշակելու անկախ նրանից թե
ինչ է ասվում, ինչպես է ասվում, հետազոտական աշխատանքը, գիտական հետազոտական աշխատանքը պետք է շարունակվի։ Ես գիտական եւ հետազոտական աշխատանք ասելով նկատի ունեմ նաեւ իրավական բնույթի ուսումնասիրությունները պետք է շարունակվեն։ Դրանք տեղ-տեղ շարունակվում են եւ չի ասի թե շատ մեծ մասշտաբներով, բայց եւ այնպես ինչ որ գործ արվում է։ Որպես հետազոտող եմ ասում, ոչ թե որպես ինչ որ քաղաքականության մեջ փոփոխություններ ուզող կամ չուզող անձնավորություն, դա պետք է շարունակվի։ Պարոն Մարության, դուք նշեցիք ձեր խոսքի մեջ, որ Արցախյան հաղթանակը 90-ականներին դա ինչ փոխեցավ մեր ինքնության վրա իր ազդեցությունն ունեցավ, ինչ որ առումով փոխեց նաև այդ ընթացքը, բայց մենք տեսանք նաև 44-օրյա պատերազմը, 23 թվականին Արցախի էթնիկ զտումը, արդյոք սա իր այլ բացասական ազդեցությունը չի ունենա նորից մեր ինքնության ձևավորման վրա։ Ի վերջո մեր ինքնությունն էլ վերջնական չի ձևավորվում, չէ՞, դա անդադ ինչ-որ փոփոխվող կատեգորիա է եւ նորմալ է, որ տարբեր ժամանակաշրջաններում տարբեր էլեմենտներ են գալիս առաջին պլան։ Ես մի հետազոտություն ունեմ, որտեղ ինչպես ինձ է թվում, ցույց եմ տվել, թե ինչպես է զոհի ստերեոտիպը նահանջում Ղարաբաղյան շարժման ժամանակ։ Շարժման նկատի ունեմ Հայաստանում 1988-90 եւ զոհի այդ բարդույթը հաղթահարած քաղաքացին է դառնում արցախյան հաղթանակներ կերտողը։ Երբ որ մարդիկ հասկանում են, որ մինչև հաղթանակը մենք արդեն հաղթահարել էինք այդ բարդույթը։ Զգալի չափով, որովհետև մենք հասկացել էինք, որ դու պետք է քո ուժերի վրա դնես հույսը, եւ երբ որ դառնում ես մեկ բռունցք, ապա կարողանում ես լուծել հարցեր։ Մասնավորապես Ղարաբաղյան շարժման դրսևորումներից մեկը Հայաստանի անկախության ձեռքբերումն էր։ Դա նպաստեց, հա։ Դա նպաստեց, այո, որ մենք հասկացանք, որ պետք չի կենտրոնի հետ կապել հույսերը, այլ պետք է ապավինել սեփական ուժերին, եւ այդ դեպքում դու կարողանում ես ինչ-ինչ հարցեր լուծել։ Մենք հասկացանք, որ ժողովուրդն է դառնում գործոն։ Եվ հենց ժողովուրդը դառնում է գործոն, նա սկսում է այդ բարդ հարցերը լուծել յուրովի եւ հասնում է հաջողություններ։ Այդ հաջողություններից մեկը Արցախյան հաղթանակներն էին։ Հիմա մենք ունեցանք կորուստներ, ունեցանք Արցախի հայաթափում ու երևի թե աստիճանաբար, տեսեք, ես չեմ ասում, թե ձևավորվում է նոր ինքնություն, չէ, կա խորը հիասթափություն, ճնշվածության մեծ զգացում, կրկին անարդարության, որ արդարացի չեղան մեր հանդեպ եւ այն, որ մենք չկարողացանք պահպանել այդ արցախյան հաղթանակների ուրեմն արդյունքները։ Շատ դժվար է ասել, թե այս պահին այդ կորուստը ինքնության մեջ բերել է փոփոխությունների, թե չէ, որովհետեւ անընդհատ շարունակվում են այդ հարցի քննարկումները, անընդհատ դա քաղաքական տարբեր կուսակցությունների, ընդդիմության իշխանությունների օրակարգերում տարբեր ձևով դրսևորվում է եւ ես հույս ունեմ, որ ինչ որ փոփոխություններ կլինեն։ Իհարկե հետազոտողի համար շատ բան է թվում է, թե կարելի է համատել 1920-ական թվականների իրավիճակի հետ, հենց 1920 թվականի հետ, երբ որ մի կողմից ունեցանք Սևրի պայմանագիր, մի կողմից հետո ունեցանք հայ-թուրքական պատերազմ, ունեցանք պարտություն, ունեցանք կորուստներ, Մոսկովյան պայմանագիր, երբ որ կորցրեցինք Նախիջևանը, Ղարաբաղը, մինչև այդ էլ Կարսի մարզը, այսինքն հիմա հազիվ մենք ձեռք էինք բերել այդ արդարությունը մեր պատկերացմամբ հաղթել էր, սակայն ունեցանք կորուստներ։ Ու այն ժամանակ էլ այդ ինքնության մեջ խորը անկում եղավ 1920-ական թվականներին։ Մի կողմից թվում էր, թե հեսա դու հասել ես քո ազգային նպատակների իրագործման համար գոնե թե իրավական հենքը ունես, սակայն դե ֆակտո չկարողացանք բան անել։ Այս անգամ մենք ունեցանք դե ֆակտո, բայց դե յուրե չկարողացանք դա ամրապնդել։
Իրավիճակը անընդհատ փոփոխական է եւ հիմա համենայն դեպս մենք հասկանում ենք, որ կրկին հասկանում ենք, գալիս ենք այն մտքին, որ հույսը պետք է դնել սեփական հնարավորությունների վրա եւ անընդհատ փորձել այդ հնարավորությունները ավելացնել։ Պարոն Մարության, իսկ ամբողջ աշխարհում ինչպես է տեղի ունենում, հնարավոր չի այս ընկճախտին, այս ապաթիային արագ տեմպերով, այսինքն փոխարինի այդպես միավորման, միասնության գաղափար, այն որ արագ ոտքի կանգնես ինչ-որ բան ստեղծես։ Այսինքն չսպասես այլ տասնամյակներ եւ այլն, այլ այդ process-ը տեղի ունենա ավելի կարճ ժամանակահատվածում։ Տեսեք, մեր կյանքը չափազանց քաղաքականացված է եւ չափազանց կուսակցականացված է։ Այդ պայմաններում շատ դժվար է միասնության հասնել քաղաքական առումով, շատ դժվար է եւ կրկին ապրիլի 24-ն է մնում այն օրը, երբ որ միավորվում է, սակայն կրկին ապրիլի 24-ին տարբեր մեկնաբանություններ են հնչում, որ երբեմն անհանգստացնում են մարդկանց, այնպես որ կյանքը շարունակվում է եւ միայն կյանքը ցույց կտա, թե հայ գործիչները կկարողանան արդյոք այնքան քաղաքական կամք եւ համառություն դրսեւորել, որպեսզի միավորված լինեն մեկ կամ երկու ընդհանուր գաղափարի շուրջ։ Թե չէ, այսպես կախարդական փայտիկ գոյություն չունի, միշտ կյանքն է թելադրում իրադարձությունների հետագա զարգացումը։ Պարոն Մարության, եթե վերադառնանք ազգային հիշողությանը, ազգային ինքնության տեսանկյունից, ապա այդ ազգային հիշողությունը, այդ պատմությունը, ինքը ավելի մոտ ժամանակաշրջանի ինչ որ ստեղծված իրադարձություն է, որը անդրադառնում է քո ազգային ինքնությանը, թե դու կարող ես այն ենթադրենք ակտիվացնել ավելի հին պատմություն առաջ բերելով։ Հետազոտողները տարբերակում են պատմական հիշողություն եւ կոլեկտիվ հիշողություն, ասենք պատմական հիշողության դրսևորումներից օրինակ ասենք Վարդանանց հաղթանակը, երբ որ ասենք 1500-1600 տարի առաջ է տեղի ունեցել եւ որի մասին մենք գիտենք դասագրքերից, գրքերից, գեղարվեստական գրականությունից եւ կոլեկտիվ հիշողություն, որի կրողները կենթանի մարդիկ են, այսինքն մենք շփվել ենք մեր տատիկ պապիկների հետ, նրանցից լսել ենք, մենք ինքներս տեսել ենք շատ բաներ եւ դա ձևավորում է մեր կոլեկտիվ հիշողությունը։ Կոլեկտիվ հիշողությունը, ասենք, այս սերնդի համար ունի 100, 120, 100, մաքսիմում 150 տարվա խորություն։ Եվ պատահական չէ, որ նույն Ղարաբաղյան շարժման ժամանակ հիշողության բաները գնում էին մինչև, ասենք, մի 100 տարի, ոչ ավելի։ 20-ական թվականներ։ Նույնիսկ 19-րդ դարի վերջ, կարելի է այդպես ասել։ Եվ մենք այդ կոլեկտիվ հիշողության կրողներն ենք։ Հիմա այս արցախյան դեպքերից հետո կարող է ձևավորվել այլ կոլեկտիվ հիշողություն, որը որ էականորեն կտարբերվի 1980-90-ական թվականների հիշողությունից։ Խնդիրն այն է, որ տեսեք նույն ձևի, երբ որ արևմտահայ գաղթականությունը եկավ Հայաստան, խորհրդային Հայաստան, նույն Թալինի շրջանում բան, ասենք, գաղթականները բնակվում էին հենց Արաքսի ափին, մի քիչ հեռու, որպեսզի հենց որ ճանապարհները բացվեն, իրանք գնան։ Սակայն ճանապարհները այնպես էլ չբացվեցին։ Հիմա մոտավորապես նույն խոսույթը այսօր կա, որ մեզ եթե թույլ տան, որ վերադառնանք Ղարաբաղ, կստացվի դա, թե չի ստացվի։ Տարբեր գործոններ են բանանում, այն ժամանակ էլ շատ մեծ հույսեր կար, որ այո, հիմա գնալու ենք, թե խորհրդային Ռուսաստանն էր խոստումներ տալիս, թե ինչ-որ միջազգային հանրությունը, բայց չստացվեց։ Այդ վտանգը կա նաև հիմա, որ էլի այդ խոսակցությունները կան, բայց չգիտեմ, կստացվի, թե չի ստացվի։ Եվ ըստ այդմ կոլեկտիվ հիշողության մեջ ինչ տիպի բաներ կգերիշխեն, ինչ տիպի դրսևորումներ կգերիշխեն, էլի կորուստի,
թե կորուստի, որը հնարավոր է հաղթանակի վերածել, որը կրկին, որ մենք պետք է հույսերը մեր ուժերի վրա դնենք, որպեսզի հասնենք ինչ-որ փոփոխությունների։ Շնորհակալ եմ, պարոն Մարության։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, մենք զրուցում էինք ազգագրագետ, ցեղասպանագետ Հարություն Մարությանի հետ։